Այս կիրակի հունվարի 18-ին մայր տաճարում պատարագիչներ հայորդյաց տների հոգևոր տեսուչ Տեր Կոմիտաս Վարդապետ Հովնանյանը։ Իր քարոզում Հայր Սուրբն անդրադարձավ Գյումրիում կատարված ողբերգությանը, նմանեցնելով այն Բեթղեհեմի մանուկների կոտորածին, որ կատարվեց Քրիստոսի ծնունդից օրեր անց։ Սուրբ պատարագի ավարտին կատարվեց նաև հոգեհանգստյան արարողություն Ավետիսյան ընտանիքի անդամների հոգիների խաղաղության համար։ Նույն օրը Գյումրիում զոհված Ավետիսյանների ընտանիքի անդամների համար Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում կիրակնօրյա Սուրբ պատարագից հետո հոգեհանգստյան արարողություն է տեղի ունեցել Վիրահայոց թեմի առաջնորդի հանդիսապետությամբ։ Հոգեհանգստյան պաշտոն է կատարվել նաև Սամցխե Ջավախքի, Բաթումիի եւ Քվեմո Քարթլիի եկեղեցիներում։ Ինչպես Էջմիածնում, այնպես էլ Վրաստանում հոգևորականները եւ հավատացյալները աղոթք են բարձրացրել Մանուկ Սերյոժայի ապաքինման համար, սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ բժիշկներին չի հաջողվել փրկել փոքրիկի կյանքը։